Ուրեմն Պուտինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք կարելի ասել սենսացիոն խոսք ասեց այն առումով, որ երեք առաջին անգամ ամբողջովին փորձարկվել է թևավոր հրթիռ Բուրիվեսնիկ 14,000 կիլոմետր թռել է, 15 ժամ թռիչքում է եղել, միջուկային էներգետիկ սարքավորումով աշխատող։ Սա այն հրթիռներից մեկն է, երբ ռուսական կողմը սա ցույց էր տալիս, որոշ տգետներ հեգնում էին, ասում էին, որ դա իբր մուլտիպլիկացիոն կինոնկար են, էլի ռուսները ցույց տալիս։ Հավասիկ հիմա այդ մուլտիպլիկացիոն կինոնկարից միջուկային էներգետիկ սարքավորումով կամ ռեակտորով աշխատող հրթիռը երեք անցել է ուրեմն իր փորձարկման վերջին փուլը, հաջող փորձարկում է եղել։ Սա նշանակում է, որ շուտով այդ հրթիռների սերիական արտադրությունը կլինի, որը մեծ հաշվով ահուսարցափ է երկիր մոլորակի ցանկացած պետության գլխին։ Եթե դրան էլ ավելացնենք, որ նախորդ շաբաթվա սկզբին տեղի էր ունեցել Ռուսաստանի միջուկային ստրատեգիական զինատեսակներով զենքերի զորավարժություններ եւ Ռուսաստանի արևմուտքից հրթիռներ էին արձակվել այն փորձադաշտը, որտեղ պետք է պայթեին, դա մոտ 8-9,000 կիլոմետր էր դեպի Կամչատկա եւ այդ զորավարժություններով Ռուսաստանի նախագահը իրականում ցույց էր տվել եւ արևմուտքին եւ Միացյալ Նահանգներին, որ ռուսական միջուկային զինանոցը կազին պատրաստ է, ցանկացած պահին կարող է կատարել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, այդ թվում նաև օգտագործելով միջուկային զինանոցով հրթիռներ։ Ինչպես ասում են, սա սառը ցնցող պետք է լիներ բոլոր տաք գլուխների համար, այդ թվում եվրոպական մի քանի երկրների մեծ հավակնություններով եւ հիվանդագին երևակայությամբ առաջնորդների, այդ թվում նաև Միացյալ Նահանգների նախագահ Տրամպի համար։ Սա ինչ վերաբերվում է շատ կարևոր ուրեմն երեք նախորդ շաբաթ տեղի ունեցած